Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես բժիշկ Վահե Տերմինասյանն եմ ու բնականաբար մենք զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա մեր հաղորդումը նվիրված է ատամնաշարի կծվածքին։ Կա այդպիսի տեսակետ, որ ժամանակին, երբ մեր նախնիները ընդամենը ձեռքերով կոշտ սնունդ էին ընդունում, ունեին շատ նորմալ կծվածք։ Բայց այն պահից, երբ մենք ծանոթացանք դանակ պատառափաղին, պարզվում է, որ մեզ մոտ ի հայտ եկան բազմաթիվ օրթոդոնտիկ խնդիրներ։ Ինչ կարող է պատմել ձեր ատամնաշարը ձեր իսկ առողջության մասին, կիմանանք այսօր։ Սկսենք տեսանյութից։ Հին Եգիպտոս, մեր թվարկությունից առաջ հազարական թվականների վկայություններ։ Հնագետները մումիաների վրա հայտնաբերում են մետաղյալ արերով փաթաթված ատամներ։ Գտածոն որակվել է որպես մարդկության պատմության մեջ առաջին օրթոդոնտիկ միջամտություն՝ կծվածքը եւ ծուռատամները շտկելու նպատակով։ Մեր օրեր ատամնաշարն ուղղելու տեխնոլոգիաները զարգանում են եւ դառնում ավելի բազմազան։ Այդուամենայնիվ կծվածքի հետ կապված տարբեր խնդիրներ ունի աշխարհի բնակչության շուրջ 90%-ը։ Կծվածքի անկանոնություններ կամ օրթոդոնտիկ խնդիրներ։ Անկախ բարդության աստիճանից դրանք հիմնականում պայմանավորված են գենետիկ առանձնահատկություններով եւ շրջակա միջավայրով։ Սակայն լինում են նաեւ այլ պատճառներ։ Դրանցից են հղիության ընթացքում տարած կարմրախտը, սխալ սննդակարգը, նյութափոխանակության խանգարումները, երբեմն անգամ վնասակար սովորությունները, ինչպիսիք են մատները բերանում պահելը կամ եղունգներ կրծելը։ Վտանգավոր գործոններից են շնչառության խանգարումը եւ անգամ կեցվածքի շեղումները։ Մեծ նշանակություն ունեն նաև ադենտիան, ատամների բացակայությունը, ինչպես նաև ատամների չափերի, ձևի անկանոնությունները, կաթնատամների վաղաժամ կորուստը եւ այլ պատճառներ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, մենք արդեն կարող ենք դիմավորել մեր առաջին հյուրին, իսկ իմ հյուրը բժշկական գիտությունների դոկտոր օրթոդոնտ Արթուր Փափազյանն է։ Ողջույն, բժիշկ Փափազյան։ Մենք խոստացել ենք, որ այսօր խոսելու ենք կծվածքի մասին եւ առաջին հարցս թերևս երբևէ հանդիպել եք իդեալական կծվածքով մարդու, չասեմ պացիենտի, չասեմ բուժառուի, չասեմ հիվանդի, այլ որ sense տեսնեիք ու ասեիք, վաու, արդյոք լինում են նման պատկերներ։ Շատ դիպուկ հարց եք տալիս, որտեղ իմ երկար պրակտիկայի ընթացքում շատ քիչ քանակով եմ հանդիպել այդպիսի կծվածք ունեցողների, փորձել եմ պահել հսկողության տակ դինամիկ տարիների ընթացքում եւ ցավով պետք է նշեմ, որ այդ դեռահասների մոտ տարիների անց միևնույնն է սկսել են ի հայտ գալ շեղումներ։ Այսինքն դուք համաձայն եք այն մտքի հետ, որ առողջ մարդիկ չկան, կան ընդամենը լավ չհետազոտվածներ։ Դե ինչ գնանք փորձենք հասկանալ, թե ինչպիսի խնդիրներ կարող են լինել կամ ավելի ճիշտ ինչպիսի խնդիրների մասին կարող են վկայել օրթոդոնտիկ շեղումները։ Անկամ մեր այս գանգը, որ կարծես թե արտադրված է գործարանային պայմաններում, եթե հիմա փորձենք զննել մասնագիտական աչքով, խնդիր տեսնում եք թե չէ։ Այո։ Լավ չեմ պատրաստել գործականում։ Լավ չեմ պատրաստել։ Հիմա մի հատ բոլորը կարող եք մի հատ հայլի վերցնել ու փորձեն գնահատեն իրենց ատամնաշարը։ Ինչ պետք է տեսնեն։ Շատ գեղեցիկ ժպիտ պետք է տեսնեն, որը պայմանավորված է։ Որը պայմանավորված է մեր ձիմացնոտային համակարգի առողջ եւ ճիշտ աշխատանքով։ Օրինակ, քո ժպիտը մեր բժշկին հեչ դուրս չեկավ։ Ինչքան ասում ես, ժպտաս, էլի ասում է ինչի։ Ես պետք է փաստեմ, որ դիմացնոտային համակարգը ոչ միայն ստատիկ հասկացողություն է, այլ նաև դինամիկ, այսինքն աշխատունակ, շատ նմանացնում եմ շատ բարդ շարժիչի, որի մեջ յուրաքանչյուր էլեմենտ շատ մեծ դեր է խաղում, որքան էլ մեզ թվա դա այդպես չէ։ Նույն ձեր ներկայացրած գանգի մոտ ակնհայտ տեսնում եմ վերին եւ ստորին ատամնաշարի կոնտակտների այնպիսի իրավիճակ, որը այդ պացիենտի մոտ կբերեր օրինակ կոնստորցիոնային հոդերի սխալ աշխատանքի։ Եթե ոչ հիմա, ապա ինչ որ ժամանակ ասում աստեղ ցավեր ունի։ Պարզեցինք, թե ինչու ունի ցավեր։ Լավ, ինչ ենք նայում։ Ամենահասարակ բանը, որ մարդը կարող է կանգնել հայելու առջևը, փորձի մինչև մասնագետին դիմելը ինքնուրույն տեսնել։ Իհարկե կոսմետիկ կամ էսթետիկ կոմպոնենտը ձեր մտահոգության մինչ օրս առաջի տեղում է։ Այսինքն պացիենտների մոտիվացիան կամ նույնիսկ բժիշկի դրդապատճառները բուժում կազմակերպելու
հիմնավորվում են էսթետիկայով, երևի 95% ստատիստիկան։ Սակայն չափազանց մեծ գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր ազգաբնակչության, մեր պացիենտների մոտ շատ բարձրացել է իրազեկվածությունը դիմացանոթային համակարգի աշխատանքի վերաբերյալ եւ քիչ չեն դեպքեր, երբ որ պացիենտները դիմում են գանգատով, որ ծամողական ակտը լիարժեք չի, ինչ որ ձայներ են, ծամելուց որոշ ձգվածություն, ցավեր, չափազանց տարածված է գանգատը աղմուկը բերանը բացել փակելուց։ Լավ։ Ինչը ուղեկցվում է կամ կուղեկցվի ցավերով, պացիենտը նշում է, որ Հոդի աշխատանք։ ծնոտ աշխատացնելիս ունի դիսկոմֆորտ, ցավեր։ Ուրիշ։ Եթե չի կարողանում նորմալ ծամել, ծնունդը նորմալ չի կարողանում այդպիսի պացիենտների ծնողները վերջերս հաճախ նկատել եմ նշում են այսպես. մեր երեխան ուտող չի, ինքը չի սիրում ուտել, Այսինքն մենք ունենք արդեն ստամոքսաղիքային տրակտի հետ խնդիր։ Անպայման կունենանք։ Իսկ սկզբնաղբյուրը գալիս է նույն հոգնածությունը մկանների, երեխան պիտի շատ մեծ ճիքեր գործադրի, որ կերակուրը տրորի, այստեղից գալիս է այդ ժողովրդական ասացվածքը, թե չի սիրում ուտել, այստեղից ձեր ասած Եվ այլն, մյուս համակարգերի խնդիրներ։ Շնչառական համակարգ։ Հայաստանյան իրավիճակում առաջին տեղը գրավող խնդիրն է, եւ մեր մանուկները ունենալով խնդիրներ քթային շնչառության հետ կապված շատ հաճախ են ունենում խնդիրներ դիմացանոթային համակարգի, որոնց սկզբնապատճառը հենց շնչառությունն է։ Ստորին ծնոտի հետին դիրք, վերին ատամնաշարի դեֆորմացում, սեղմվածություն, այստեղից բխող խճողում եւ այստեղից արդեն տրամաբանական շարք, որը կբերի հոդին, ստամոքսին եւ այլն։ Ես գիտեմ, որ եթե մենք շատ հեռուն գնանք, մենք կարող ենք այնտեղ գտնել գլխացավ, մենք կարող ենք գտնել ողնաշարի այդ խնդիրներ, մենք կարող ենք անգամ հարթաթաթությունը կապել ատամնաշարի կծվածքի խնդիրների հետ։ Անպայման կլինեն։ Անպայման հանդիպում ենք գլխացավով պացիենտներ, որոնք հայտնվում են օրտոդոնտի կոնսուլտացիային բազմաթիվ նյարդաբանների մոտ զննվելուց հետո եւ հանկարծակի են գալիս, երբ որ հետազոտումները եւ մեր տրամաբանական շարքը դիտարկումների բերում են նրան, որ հայտնաբերվում են հոդի խնդիր, գլխացավ, մկանային գեր լարվածություն, որը պետք է կոմպենսացվի արդեն հենարանային համակարգի այլ մկաններով, այստեղից ձեր կողմից նշված կմախքի խնդիրներ, ողնաշարի խնդիրներ։ Խոսենք իմաստության ատամների մասին եւ փորձենք հասկանալ իմաստության ատամները մեծամասամբ արդեն ուշ են գալիս, արդեն տեղ չկա եւ շատ հաճախ այսպես ծրբռված են լինում։ Եթե անգամ մինչեւ դա ունեինք իդեալական, այ հիմա օրինակ մենք ունենք այդպիսի պատկեր, կարծես այդքան վատ չէր, հրաշալի իհարկե պատկեր չէ, բայց այ իմաստության ատամները արդեն շատ թեքված։ Դա նորմալ է, թե դա նույնպես խնդիր է։ Ես ուզում եմ հիշել, ինչ մտքից դուք սկսեցիք հաղորդումը, նշելով դարեր, հազարամյակներ առաջ մարդկանց կենսակերպը եւ ուտելիքի որակը եւ դիմացանոթային համակարգի դերը այդ ուտելիքը մշակելու տեսակետից եւ հստակ կան կարծիքներ, որ այդ մարդկանց մոտ իմաստանատամները շատ լուրջ կարևոր դեր են խաղում ուտելիքը մշակելու տեսանկյունից։ Սննդակարգը փոխվել է, ապրելակերպը փոխվել է։ Ստացվում է, որ էվոլյուցիոն տեսակետից կա եւ այդպիսի հիմնավորված կարծիքներ, իմաստության ատամները կարծես թե մեզ էլ պետք չեն, բայց դրանք դեռ առկա են մեր համակարգում։ Համակարգը պատրաստ չի այդ իմաստության ատամներին դիմավորել, որովհետեւ ինքը այնպես չի զարգանում, ինչպես այդ մեր նշած նախնիների մոտ։ Այստեղից կոնֆլիկտ։ Տարածություն իմաստության ատամները չունեն, նրանք առկա են, դրա համար մեծ մասամբ իսկապես մեծ մասամբ շատ վատ դիրքավորված են ծնոտի մեջ, թեքված, պտտված եւ այսօրվա երիտասարդության ցավալի խնդիրն է հենց այն, որ քիչ առաջ նշեցի իդեալական ատամնաշարով պացիենտ, որը հասնելով 15-16 տարեկան հասակին հանկարծակի են գալիս եւ հիասթափության, երբ որ իմաստության ատամները, որոնց մասին ինքը չգիտի, նրանք դեռ ծնոտում են, սեղմելով այդ ատամնաշարը վերում են այդ հիասթափության։ Այո, շատ արդիական խնդիր է, բարեբախտաբար լուծումները մեզ հայտնի են,
մեծ մասամբ խոսքը գնում է Հեռացման ատամի կամ սաղմի հեռացման մասին եւ եթե առաջ ամրացված կարծիք կար, որ պետք է սպասենք այդ իմաստյան ատամը թեկուզ ծուռ, թեկուզ ամբողջ ատամնաշարը վնասելու գնով դուրս ծկտի նոր հեռացվի, մեր հարգարժան դիմացնոտային վիրաբույժների օգնությամբ նրանց մեծ վարպետության շնորհիվ ծնոտի հաստության մեջից հեռացվում են իմաստյան ատամների սաղմերը եւ համարում ենք, որ մենք մի շատ մեծ խնդրից ազատվեցինք։ Կանխարգելիչ միջոց է։ Այո, շատ ճիշտ է։ Հրաշալի։ Եթե մարդը կորցրել է ընդամենը թեկուզ մեկ ատամ, հետին ատամներից, ցեղանատամներից մեկը եւ չի վերականգնել, այսինքն ոչ մի միջոց չի ձեռնարկել, արդյոք մենք կարող ենք ակնկալել, որ որոշ ժամանակ անց, թեկուզ մի քանի տարի հետո մենք կնկատենք դեմքի ասիմետրիա, անհամաչափություն։ Շատ դիպուկ եւ շատ ցավալի հարց եք բարձրացնում, ցավալի այն առումով, որ իսկապես շատերը չեն գիտակցում, որ այդ ատամը կարող է լրջագույն դեր խաղալ այդ պացիենտի ապագայի հետ կապված եւ դա անպայման անխուսափելիորեն կբերի Անհամաչափությունը կտեսնենք։ Ամենապարզ պրիմիտիվ դիտարկում է այսպես, պացիենտը ստիպված սկսում է հարկադրված ծամողական ակտ կատարել Մի կողմով։ Ինչի կբերի նույնիսկ եթե կայացած դիմացնոտային համակարգի, այսինքն նա էլ չի գտնվում աճման շրջանում, հասուն մարդու մոտ, ապա համապատասխան կողմի մկանները կսկսեն ել ավելի աշխատել ի հակառակ մյուս կողմի։ Արդեն կբերի ասիմետրիա, իսկ եթե ել ավելի դիտարկումները խորացնենք, ապա կպարզվի, որ ատամնաշարն է սկսում շեղվել այդ դատարկության շնորհիվ, ինչպես նախորդ ռենտգենում մենք տեսանք թեքված պատկեր, այդ թեքվածության բացատրությունը այդ ատամի բացակայությունը եւ ոչ վերականգնելը։ Մի քիչ ավելի վախացնենք, կնճիռները կարող են կապված լինել ատամնաշարի հետ կապված խնդիրների հետ։ Արդյոք կարող է սխալ կծվածքը բերել կնճիռների առաջացման։ Միանշանակ։ Հիմա ասենք կանայք լարվեցին մի րոպե։ Միանշանակ կարող է բերել։ Մենք շատ ունենք տենց դեպքեր, երբ որ գիտակից պացիենտները երկար ճանապարհ անցնելով բժիշկների տարբեր խմբերի խորհուրդներով նույնիսկ դիմում են, որ ունեն խնդիր արտաքին տեսքի հետ եւ կա կարծիք, որ դա իր կծվածքից է։ Մեր կծվածքը տարիների ընթացքում այսպես կոչված նստում է, այսինքն մեր դեմքի ստորին 1/3-ը աստիճանաբար նվազում է եւ դա նույնիսկ համարվում է նորմալ երևույթ, բայց երբ որ կան խնդիրներ, նախադրյալներ, այդ նվազեցումը սկսում է շատ արագանալ եւ 1000 անգամ կներեք, բայց ստացվում է, որ դեմքը շատ արագ է ծերանում կնճիռներ, բերանի անկյունների կախվածություն եւ այդ ամենը բերում է դիսկոմֆորտի։ Շտկելով իրավիճակը, իսկ բարգաստում մենք ստոմատոլոգներս ունենք այդ լիարժեք հնարավորությունները, մենք կարողանում ենք ռեկոնստրուկցիայի վերացնել նույնիսկ դեմքի պարամետրերը։ Եվ վերջին հարցս սովորաբար մենք խոսում ենք ու ասում ենք, որ ինչքան շուտ երեխային տանենք օրթոդոնտի մոտ, այնքան ավելի հեշտ բոլոր այդ հարցերը կարելի է շտկել, կարգավորել, բայց հիմա չեմ գնացել օրթոդոնտի մոտ, իմ ծնողները ինձ չեն տարել, ես հասել եմ, չգիտեմ, 40-50 տարեկանի ու այնուամենայնիվ որոշել եմ, որ կարելի է։ Մենք տեսնում ենք երեխաներին բազմաթիվ բրեկետներով, բայց վերջերս շատ հաճախ տեսնում ենք մեծահասակների, որոնք, բարձր այսպես չեն գրում տարածում ամենտեղ ճակատին գրած չի, որ ինքը օրթոդոնտի մոտ է գնում, բայց բերանը բացում է, տեսնում ես բրեկետները։ Արդյոք դրանք նույնքան էֆեկտիվ են, ինչքան մանկական տարիքում։ Իհարկե ձեր հարցի մեջ արդեն ակնհայտ նշмарվում է պատասխանը, որ էֆեկտը, խորությունը, արդյունքի ծավալը, որքան պարամետրերի վրա կազդենք, իհարկե տարբերվում են, բայց փառք ու պատիվ այդպիսի պացիենտների, որոնք նույնիսկ այդպիսի հասուն տարիքում գիտակցելով իսկ այստեղ հիմքում ընկած է գիտակցությունը։ Առաջ եւ նաեւ գանգատները գիտակցություն գանգատնից ելնելով, որ այո, արժի գնալ այս քայլին, որովհետեւ ենթադրենք գրագետ օրթոդոնտը փառք ու պատիվ մեր գործընկերներին կարողանում են այսպիսի պատկերից ստանալ այսպիսի պատկեր։ Այո, շատ մեծ տոկոս են սկսել կազմել այն պացիենտները, ովքեր հասուն տարիքում զբաղվում են ատամնաշարի կառուցվածքով։ Ունեք գլխացավեր,
ունեք ծամողական խնդիրներ, ունեք գուցե դեմքի ասիմետրիա, ունեք կնճիռներ, ունեք ողնաշարի հետ կապված խնդիրներ, ունեք շնչառության հետ կապված խնդիրներ, շատ մեծ հավանականությամբ դուք ունեք ատամնաշարի խնդրեմ, որտեղից արդեն գալիս են այս խնդիրները։ Մենք այսօր խոսում ենք ատամնաշարի մասին, իմ հյուրը այսօր բժշկական գիտությունների դոկտոր օրթոդոնտ Արթուր Փափազյանն էր, հրաշալի բժիշկ ու մասնագետ, որը օգնում է եւ օգնելու է հազարավոր մարդկանց։ Մնացեք մեզ հետ։ Շնորհակալ։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է հիմա եթերում եւ մենք այսօր խոսելու ենք ամենափոքրիկների մասին եւ իհարկե նրանց մայրիկների, որովհետեւ քննարկելու ենք կրծքով կերակրման հետ կապված խնդիրներ։ Իսկ խնդիրները շատ հաճախ են հանդիպում եւ պետք է ոչ թե փախնել այդ խնդիրներից, միանգամից անցնել արհեստական սնուցման, այլ պետք է այդ խնդիրները հաղթահարել, որովհետեւ երբեք ու երբեք ոչ մի կաթնախառնուրդ, ոչ մի հիշեք, ոչ մի կաթնախառնուրդ չի կարող փոխարինել մայրական կաթին։ Սա ընդունում ենք ու շարժվում ենք առաջ։ Իսկ շարժվում ենք այսօր մեր հյուրի կրծքով կերակրման խորհրդատու Աշխեն Արաքելյանի հետ։ Համեցեք։ Ողջույն։ Բարև ձեզ։ Եվ այսպես Աշխեն, մենք այսօր խոսելու ենք բարդությունների մասին, մասնավորապես մենք փորձելու ենք հասկանալ, որ այո, կրծքով կերակրելը շատ կարևոր է, շատ պետքական է, շատ ճիշտ է, բայց շատ կանայք ասում են, որ չէ, իրենք չեն կարողանում, իրենց մոտ խնդրեմ է, չէ, ես չեմ կարող։ Ինչն է խնդրեմը, եւ եկեք հատ-հատ փորձենք այդ խնդիրները լուծենք ու համոզենք, որ երեխայի համար ամենաօգտակարը կրծքով կերակրելն է։ Եկեք սկսենք օգտակարությունից, հետո անցնենք խնդիրներին։ Խնդրեմ։ Տեսեք, ընդհանրապես մեր նորածինը երբ ծնվում է, նույնիսկ առողջ, ժամանակին ծնված, թմբլիկ, ծնվում է ֆիզիոլոգիական առումով ոչ լիարժեք հասուն, այսինքն այլ բառերով անհասիկ է։ Իր մարսողական համակարգը, իմուն պաշտպանական համակարգը դեռ ամբողջությամբ չեն զարգացել ու իրենց ֆունկցիան գործառույթը դեռ լիարժեք չեն իրականացնում։ Սա նշանակում է, որ երեխային հատուկ պայմաններ են պետք։ Այսինքն ծնունդը լինի ջրամարս եւ նա կարողանա հեշտ ընդունել այն։ Մի կողմից եւ մյուս կողմից երեխան արտաքին պաշտպանության կարիք ունի, որովհետեւ դեռ ինքնուրույն չի պաշտպանում իրեն վարակներից։ Դե հետո ինքնուրույն չի էլ կարող գալ, ասել սոված եմ, ինձ կերակրեք եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա նայեք, հարգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ուզում եմ առաջարկեմ, տեսեք, այս բաժակների մեջ մենք ունենք 4 տարբեր իր։ Հիմա փորձեք գնահատել ձեր կարծիքով, այ երեխան, որ ծնվում է, այ որ օրգանը կարող է լինել այս փոքրիկ ընկույզի չափով։ Կամ հետո 3 օր հետո ունենալ այսպիսի չափ, 1 շաբաթ հետո այսքան եւ 1 ամիս հետո լինել այս գնդակի չափով։ Կրայեցիք։ Եթե չկրայեցիք, ասեմ, որ խոսքը վերաբերում է ստամոքսին եւ այո, նոր ծնված 1 օրական երեխայի ստամոքսը կարող է լինել այս չափը եւ տեղավորել ընդամենը 5-ից 7 մլ հեղուկ, մասնավորապես կաթ։ 3 օր հետո նա արդեն այս ընկույզի չափ է, 1 շաբաթ հետո միջին կիվի եւ 1 ամիս հետո այս գնդակի։ Այսինքն երեխան շատ արագ է փոխվում եւ մենք պետք է հասցնենք այդ փոփոխություններին։ Իրականում մի կողմից պետք է հասցնենք այդ փոփոխություններին, մյուս կողմից հաճախ մայրիկների անհանգստությունն այն է լինում, որ սկզբում դե իրենք տեսնում են, որ կաթը քիչ է, մի քանի կաթիլ, մի 5-10 մլ ու կարծում են, որ կաթ ունեն, բայց իրականում ստամոքսն էլ այդքան է, այո։ 5-ից 7 մլ-ից ավելի չի էլ տեղավորելու սկզբի։ Իրականում շատ խնդիրներ առաջանում են սկզբում մեր մտքում, իրական խնդիր չկա, մայրիկը տեսնում է կաթի քանակը քիչ ու կարծում է, որ խնդիր կա, բայց տեսնում ենք, որ իրականում երեխան սոված մնաց, բայց իրականում ամենատարածված բարդություններից օրինակ ինչ են նշում։ Գիտեք, ստեղ երևի ավելի շատ եւ բարդ է եւ ոչ, ոնց որ պատկերացրեք, մենք առաջին անգամ պարան պիտի խաղանք կամ հեծանիվ քշենք կամ մեքենա վարենք, հեռու չգնանք, կարտոֆիլ տապակենք
Եթե դա մենք առաջին անգամ ենք անում, իսկապես Անկեղծ ասած, դուք սխալ հերթականությամբ գնացիք, որովհետև ինձ համար պարան թռնել ու ավտոմեքենա վարելը շատ ավելի հեշտ է, քան կարտոֆիլ տապակելը։ Բայց իրական սրանք համաձայն են, որ պարզ հմտություններ են, եթե մենք արդեն Կարտոֆիլ տապակելու պահով չեմ կարող համաձայնել։ քանի անգամ եք փորձել, եթե 10 անգամ փորձեք, հենց այդ եմ ուզում ասել, որ եթե չենք փորձել, առաջին անգամ ենք անում, չի ստացվում ու այդտեղ կարող ենք ընկճվել, կարող է խուճապ առաջանալ, որովհետև երեխան ծնվում է ուզում է ուտել հիմա, իսկ մենք սովորելու համար մեծ ժամանակ է պետք ու առաջանում է խուճապ, իսկ խուճապային դրության մեջ երբեք կառուցողական չես լինում ու սկսում է սխալի հետևից։ Լավ, եկեք գանգատներից։ Շատ հաճախ բողոքում են, ասում են ցավ։ Ցավացնում են։ Հա, լինում է, այդպես Գրքով կերակրումը կարող է լինել ցավոտ, հիմնական գլխավոր պատճառն այն է, եթե մենք երեխային սխալ ենք մոտեցնում կրծքին։ Եվ պետք է սովորել դա անել ճիշտ։ Գիտեք, առաջ օրինակ 100, 200, 300 տարի առաջ մարդկությունն իր ամբողջ կյանքի ընթացքում համայնքներով է ապրել։ Ընտանիքում մեծացող աղջիկը միշտ տեսել է ոնց էլ չլինի իր մայրը ոնց է կերակրում իր փոքր քրոջը, եղբորը կամ քույրը ոնց է կերակրում, քեռակինը ոնց է կերակրում ու տեսնելով մենք սովորում ենք։ Իսկ այսօր մենք ինչ ունենք, մենք առանձին ենք բոլորս։ Առանձին ենք ապրում, քիչ երեխաներ ենք ունենում ու կինը, որը ընդհանրապես առաջին անգամ նորածին է գրկում, հաջող դա իր նորածինն է լինում, այո, այս չկա հմտություն։ Կարծում եմ, որ հիմա նաև ծննդատներում կան մասնագետներ, որոնք սովորեցնում են ինչպես մոտեցնել, ինչ անել, բայց այնուամենայնիվ մասնագետը ձեր հետ տուն չի գալու, 1-2 օր սովորեցրեց, գնացիք եւ եկեք մի քանի կոնկրետ օգտակար խորհուրդներ ցույց տանք, բացատրենք ինչ պետք է անել, եթե խնդիր կա։ Ուրեմն երեխայի ծննդից հետո շատ կարևոր է նրան առաջին ժամվա ընթացքում մոտեցնել կրծքին, խուսափել շշից, ծծակներից, որովհետև երեխան երբ ծծակ է ուտում եւ կուրծք, նրա մոտ առաջանում է խառնաշփոթ եւ արդյունքում կարող է արդյունավետ չուտել, ցավացնել մայրիկին։ Կարևոր է երեխային հաճախ կերակրել, ցերեկը 1.5 ժամ, գիշերը 3 ժամ, եթե երեխան ինքը արթնանում է ու հաճախ ուտում է։ Եթե ունենք քնկոտ երեխա, այդպես էլ է լինում երբեմն։ Երեխան քնկոտ է, կարող է 4 ժամ, 5 ժամ քնել, այդ դեպքում մենք երեխային պետք է ինքներս արթնացնենք եւ ցերեկը 1.5 ժամ կերակրենք, ինչպես նշեցի, եւ գիշերը 3 ժամ։ Այսպես երեխան adekvat քանակով սնունդ կստանա եւ նորմալ կաճի կկշտանա, կաթի քանակի խնդիր չենք ունենա։ Լինում են դեպքեր, երբ երեխային ուղղակի հնարավոր չէ կրծքին մոտեցնել։ Ինչ պատճառներ, օրինակ երեխան մայրիկի մոտ չէ կամ այս դեպքում եթե մենք ուզում ենք պահել կաթնարտադրությունը ու այն պահին, երբ երեխան արդեն կկարողանա կրծքից ուտել, ունենանք adekvat քանակով կաթ, մենք պետք է այնքան ժամանակ, որքան երեխան հնարավոր չէ կրծքին մոտեցնել, պետք է գթենք կուրծքը։ Դա անում ենք կթիչներով, հիմա կթիչներ շատ կան, հասանելի են։ Այստեղ մի քանի կարևոր բան է պետք իմանալ, որ ինչպես կրծքով կերակրումը, այնպես էլ կթումը չպետք է լինի ցավոտ։ Գթելիս ուժգնությունը, եթե դա էլեկտրական կթիչ է, վակուումի ուժգնությունը, եթե մեխանիկական է, ինքներս ենք կառավարում, պետք է այնքան լինի, որ մեզ ցավ չպատճառի։ Եվ երկրորդ շատ կարևոր բան է, կթիչները հաճախ իրենց ստանդարտ զագարներով են լինում, 25 մմ չափի, որպեսզի ցավ չպատճառի կթիչը, պետք է զագարը լինի մայրիկի կրծքին համապատասխան։ Կան նման ներդիրներ, որոնք օրինակ սա 19 մմ-ն է, դնում ենք կթիչի զագարի մեջ, չափը փոքրացնում եւ համապատասխանեցնում մայրիկի չափին, որովհետեւ որպես կանոն 25-ը շատ մեծ է։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, երևի այսքանը, հիշենք ընդամենը մի քանի կանոններ, որ երեխան շատ արագ է փոխվում, մենք պետք է նույնպես հասցնենք իր հետևից փոխվել։ Ամենակարևորը հիշում ենք, որ ոչ մի կաթնախառնուրդ երբեք չի փոխարինի մայրական կաթին եւ իհարկե երբեք չհանձնվել ու չփախնել կրծքով կերակրելուց, հակառակը, եթե պետք է դիմել մասնագետի, խորհրդակցել մանկաբույժի հետ, կրծքով կերակրման խորհրդատուի հետ եւ անպայման երեխային մեծացնել բնական կրծքով կերակրման ճանապարհով։ Մնացեք մեզ հետ։ Ամեն տարի աշխարհում իրականացվում է օրգանների ավելի քան 150,000 փոխպատվաստում։ Իրական կարիքը գերազանցում է 1.5 միլիոնը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2024-ին հրապարակված այս տվյալները վկայում են դոնոր գտնելու հույսի եւ կյանքի համար մղվող պայքարի մասին։ Սակայն խնդիրը միայն դոնորների պակասը չէ, այլ դոնորական օրգանը ճիշտ ժամանակին հասցնելը։ Սիրտը մարմնից դուրս ապրում է ընդամենը 4 ժամ, թոքերը 6, իսկ լյարդը առավելագույնը 12 ժամ։
Եթե նշված ժամանակահատվածում օրգանը չի հասնում պացիենտին կամ վնասվում է, այն դառնում է ոչ պիտանի։ Այս մարտահրավերներին ընդառաջ գիտնականները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտար դոնորական օրգանը պահպանել ավելի երկար։ Թեև նման մի մեթոդ հայտնի էր դեռևս 2000-ականներից, սակայն վերջերս Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցում բեկումնային իրադարձություն է գրանցվել։ Բժիշկների թիմին հաջողվել է կատարել անհնարինը՝ ստեղծել սարք, որը լյարդի համար դարձել է ժամանակավոր մարմին, թույլ տալով այն պահպանել ռեկորդային 10 օր։ Սարքն աշխատում է որպես արհեստական օրգանիզմ, այն սնում է փոխպատվաստման համար նախատեսված օրգանը, մաքրում տոքսինները եւ հնարավորություն տալիս բժիշկներին մարմնից դուրս անգամ բուժել այն։ Այժմ նույնիսկ ճարպակալած կամ վնասված լյարդը տեղադրվում է սարքի մեջ, մի քանի օրվա ընթացքում բուժվում եւ դառնում պիտանի փոխպատվաստման համար։ Այս ձեռքբերումը կարող է լուծել օրգանների դեֆիցիտի խնդիրը ու փոխել դոնորական օրգանների հերթում երկար սպասող մարդկանց ճակատագրերը։ Սնվենք հաճույքով, մնանք առողջ եւ դա անենք այսօր նյարդաբան Դավիթ Ալոյանի, ողջույն Բժիշկ Ալոյան, եւ խոհարար Նարինե Ալեքսանյանի հետ, ողջույն Նարինե։ Ինչ ես պատրաստելու։ Այսօր պատրաստելու ենք Բենեդիկտ պանրային սոուսով։ Էդ ինչ է։ Դա պաշոտ արված ձու է, այլ կերպ ասած երման ջրի մեջ պատրաստված ձու, որը մատուցելու ենք հացով, բեկոնով եւ սոուսով։ Օգտագործելու ենք 4 կտոր բեկոն, 2 հատ ձու, 2 հաց, պանիր պարմեզան 80 գրամ, սերուցք 7-ից 100 մլ։ Հա, թեման ինչն էր մեր այսօրվա։ Միգրենը։ Միգրենը, այսինքն մենք պատրաստելու ենք մի սննդատեսակ, որը ուտելու ենք, ոյ միգրեն չենք ունենալու։ Կամ միգրենի ժամանակ ուտելու ենք ու անցնելու է։ Չեմ կարծում։ Բժիշկ Ալոյան։ Այո։ Միգրենի ժամանակ Ոչ, այսօր մենք հակառակ բանն ենք փորձում անել, այսօր մենք փորձում ենք խապում են մենք։ Այսօր մենք փորձում Զգույշ ենք կլինեց։ մի փոքր սադրիչ եթեր ունենալ եւ խոսել միգրենի սադրիչների մասին, գրգռիչների կամ այլ կերպ տերմինով կոչվում են տրիգերների մասին, այսինքն սննդատեսակ, որը կարող է հարուցել կամ արդեն իսկ հարուցված գլխացավը ավելի ուժեղացնել։ Այն ինչ որ հիմա Նարինեն Ինչ որ պատրաստել։ հիմա պատրաստում ենք։ Եթե իմ բուժառուները տեսնեին այս ափսեն, շատերը կարող են ուղղակի այսպես ասել, ոչ, չենք ուզում ուտել, քանի որ դա մեզ արգելված է, բայց միգրենի դեպքում չկան արգելքներ։ Կա ուղղակի հատուկ հետո ուշադրություն։ եթե կգան ձեր ռեստորան ու կասեն մեծ Բենեդիկտ անպայման կհարցնեք, կասեք գլխացավ ունեք, եթե կասեն այո, կասես ոչ, մենք դա ձեզ չենք տալու, որովհետև մենք մտածում ենք ձեր առողջության մասին։ Այո, նախ եւ առաջ ինչ է միգրենը։ Այն ոչ թե սննդային անտանելիության հետևանքով առաջացած գլխացավ է, այլ այն ուղեղի որոշակի գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ դիտվող գլխացավ է։ Ուղեղը ունենում է այս մարդկանց մոտ գերզգայունություն եւ տարբեր ազդակներից, վատ քնից, ստրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, սննդի որոշ տեսակներից կարող է հարուցվել գլխացավ։ Բազմաթիվ բուժառուներ գալիս են, ասում են բժիշկ ջան, ես միգրեն ունեմ։ Այո։ Իրականում, երբ որ ստուգում եք, հետազոտում եք, քանի տոկոսն է իսկապես միգրեն, քանի տոկոսի մոտ է գլխացավի այլ տեսակներ։ Առնվազն 1/3-ի մոտ, եթե ոչ ավելին, իրականում միգրեն չի լինում, քանի որ մենք հաճախ ունենք այսպիսի թյուր պատկերացում, որ եթե ունենք միակողմանի գլխացավ, որի ժամանակ դիտվում է սրտխառնոց, ուրեմն դա պարտադիր միգրեն է։ Բայց կան միակողմանի գլխացավի շատ տեսակներ, առնվազն 5-ը կարող են թվարկել։ Լավ, իսկ կարող ենք մենք հիմա սովորեցնել մարդկանց բացատրել, որ իրենք կողնորոշվեն, որ այո, իրենք ունեն միգրեն։ Կարող ենք ալգորիթմ տալ, որը տալիս է գլխացավերի միջազգային ասոցիացիան, այո, Խնդրեմ։ այդպիսի ասոցիացիա։ Միգրեն է ձեր գլխացավը, եթե այն տևում է առնվազն 4 ժամ, կարող է տևել մինչև 72 ժամ։ Այսինքն, եթե գլխացավերը կարճատև են, թեկուզ եւ դրանք միակողմանի լինեն, դրանք միգրեն չեն։ Առաջին չափանիշը դա է։ Երկրորդը պետք է առնվազն 5 անգամ դուք ունեցած լինեք այդպիսի տեսակի գլխացավ։ Բարի։ Երրորդ չափանիշը գլխացավի միակողմանիությունը, բարձր եւ միջինից բարձր ինտենսիվությունը, գլխացավ, որը ուժեղ ցավ։ Այո, շատ ուժեղ ցավ։ Գլխացավ, որը սահմանափակում է ձեր աշխատունակությունը, եւ գլխացավ, որը այլ ցավազրկողների ազդեցությամբ կարող է չմեղմվել։ Լավ, անցանք առաջ։ Այսքանի, եթե համադրում ենք, սա արդեն միգրեն է, եթե ունենք, էլի կան պայմաններ։ Պետք է լինեն նաև հավելել ուղեկցող ախտանիշներ, հավելել ուղեկցող, այս սա արդեն առանձին չափանիշ է։ Գլխացավը պետք է կամ ուղեկցվի սրտխառնոցով, կամ համադրվի լուսա եւ ձայնավախության հետ։ Այսինքն լույսի կամ ձայնի ազդեցությամբ շատ ուժեղ ձևով հարուցվի այդ գլխացավը կամ ուժեղանա։
այս սա էր, որ եթե ունենք, մենք կարող ենք խոսել միգրենի մասին, թե ոչ, էլի կա։ որովհետև կա մի 5-րդ չափանիշ, այսպես ասած, ամենակտրուկ եւ շփոթության մեջ գցող չափանիշը ախտորոշման ասում է, որ գլխացավը միգրեն չէ, եթե ունի այլ պատճառ։ Այսինքն անգամ այս տեսակի ախտանիշներով մարդը կարող է ունենալ գլխացավ, որը իրականում միգրեն չէ, պայմանավորված է այլ պատճառով, քանի որ միգրենը սննդով կարող է պայմանավորված։ Ոչ թե սննդով է պայմանավորված, այլ գլխուղեղի ներսում տարբեր առանձնահատկություններով, օրինակ անոթային որոշակի խնդիրներով։ Լավ։ Հիմա եկեք գանք սննդի եւ միգրենի կապը փորձենք հասկանալ։ Սնունդը կարող է նպաստել միգրենի, այսպես ավելի արտահայտիչ դառնալու։ Այո, կարող է նպաստել, որպես ցավ ուժեղանա։ Կարող է նպաստել արդեն իսկ ազդելով ոչ թե առաջացման պատճառների, այլ ցավի ընթացքում անոթների հետ տեղի ունեցող որոշակի փոփոխությունների վրա։ Եվ այսօրվա մեր մթերքն էլ հենց այդ մասին է։ Օրինակ նույն բեկոնը։ Ինչու ենք մենք բեկոնը համարում տրիգեր, սադրիչ սնունդ միգրենի ժամանակ, քանի որ բեկոնը եւ ոչ միայն բեկոնը, այլ առհասարակ ցանկացած վերամշակված սննդամթերք իր մեջ պարունակում են նիտրիտներ եւ նիտրատներ։ Դրանք ազոտային միացություններ են, որոնք անոթների վրա ունենում են անոթալայնիչ ազդեցություն։ Եվ այն պահին, երբ միկրոբորբոքում է գնում անոթներում, իսկ միգրենի ցավը հենց պայմանավորված է անոթների միկրոբորբոքումով, տալ սնունդ, որը այդ պահին անոթները լայնացնում է, արյունահոսք է շատացնում դեպի բորբոքման օջախ, նշանակում է սրացնել ցավը։ Կարող ենք այս նույնը ասել արագ սննդի, այսպես կոչված fast food-ի մասին։ Եվ այո եւ ոչ, քանի որ արագ սննդի մեջ հաճախ լինում է վերամշակված սննդամթերք, նույն նրբերշիկները, բայց կան նաեւ արագ սննդի տեսակներ, որոնք այդքան վտանգավոր չեն։ Օրինակ, եթե հավի կրծքամսով պատրաստված որևէ տեսակի արագ սնունդ լինի, կարող է եւ այդքան վտանգավոր չլինի։ Եթե հաշվի առնենք, որ այդ հավը առնվազն մի ամիս առաջ էր, վերջի անգամ վազվզում, երևի թե ամենայն դեպքում վերամշակված հավեր ենք մենք ունենում։ Ինչով է վտանգավոր պանիրը։ Պանիրի մեջ կա թիրամին նյութը, հնեցված պանիրների մեջ, եւ թիրամինը եւս ունենում է սադրիչ ազդեցություն, քանի որ ազդում է անոթային տոնուսի վրա։ Ալկոհոլը։ Ալկոհոլը ոչ բոլոր տեսակները, հիմնականում գինին է համարվում միգրենի թշնամի։ Շոկոլադը, օրինակ մարդիկ, որոնք ասում են ես գինի եմ խմում, իմ մոտ գլխացավ է առաջանում։ Այո։ Կապ ունի միգրենի հետ ձեր կարծիքով, թե դա այլ մեխանիզմ է։ Կարող է առաջանալ ոչ միգրենային գլխացավ, կարող է իրենց գլխացավը լինել հենց միգրեն, նյարդաբանի հետ պետք է բարձաբանել արդյոք դա միգրեն է թե այլ տեսակի գլխացավ։ Կոֆեինը երկակի ազդեցություն ունի, իրականում կան հակամիգրենային շատ տեղեր, որոնք իրենց բաղադրության մեջ պարունակում են կոֆեին։ Կոֆեինը կարող է նույնիսկ դրական ազդել։ Այնպես որ ես խորհուրդ չեմ տա, առհասարակ ոչ մի սննդամթերքից խորհուրդ չեմ տալիս վախենալ, բայց սուրճը այն ըմպելիքն է, որ իրականում կարող է նույնիսկ օգնել միգրենի դեպքում։ Բայց կարող է եւ հակառակ էֆեկտը տալ միանշանակ։ Այսօրվա քննարկման ուղերձը ձևակերպենք նաև այսպես, որ չկան բացարձակ թշնամիներ եւ բացարձակ օգտակար նյութեր գլխացավի ու հատկապես միգրեն ունեցող մարդկանց համար, ովքեր առանձնանում են, ինչպես նշեցի, իրենց ուղեղի գերզգայունությամբ։ Յուրաքանչյուր ոք պետք է ինքը հասկանա, թե իր վրա սննդամթերքի որ տեսակի ինչպիսի ազդեցություն է ունենում։ Մեկի համար Բենեդիկտը բեկոնով կարող է ընդհանրապես որևէ վատ ազդեցություն չունենալ, մյուս մարդու դեպքում Բենեդիկտը բեկոնով կարող է հարուցել գլխացավ։ Սուրճի հետ սովորաբար ինչ ենք սիրում օգտագործել։ Շոկոլադ։ Շոկոլադը պարունակում է մեծ քանակությամբ նյութեր, որոնք որ կարող են եւս լինել գլխացավի հարուցիչ, ուստի երբ բուժառուի հետ ձևակերպում ենք սննդակարգը, մենք նշում ենք մի քանի մթերք եւ նշում ենք, որպեսզի ուշադիր լինի, եթե զգում է, որ կապ կա գլխացավի հետ, սահմանափակի դրանց օգտագործումը։ Եվ շոկոլադը հաճախ լինում է տրիգեր։ Իսկ մենք ինչպիսի սովորություն ունենք հաճախ, երբ գլուխը ցավում է, առաջինը փորձում ենք մի հատ շոկոլադ տվեք, մի հատ սուրճ դրեք, այս մարդու համար վատ է, գլխացավ ունի։ Իրականում, եթե անկեղծ լինենք, ապա ամենաանվտանգ ըմպելիքը դա ջուրն է։ Այո։ Եթե ունեք ջուր խնդիրներ, եթե ունեք խնդիրներ, ջուր խմեք։ Պանիրը նույնպես իր բոլոր օգտակար հատկությունների հետ միասին կարելի է օրինակ փոխարինել մածունով։ Երեկոյան ժամերի, եթե դուք ուզում եք անպայման պանիր ուտել, եւ ընդհանրապես խորհրդակցեք ձեր բժշկի հետ, հասկացեք ինչ սննդակարգ է ձեզ անհրաժեշտ, բայց ախր շատ համեղ է պատրաստում մեր նույնն։ Այո, եւ ես պնդում եմ, որպեսզի մարդիկ չխուսափեն սննդամթերքից, պարզապես լինեն հետևողական, դիտարկեն։ Որոշումը իրականում մեզնից յուրաքանչյուրինն է, ամենակարևորը, որ մենք
սնվենք հաճույքով, որովհետև սնունդը իսկապես հաճույք պետք է լինի եւ գեղագիտական եւ համային տեսակետից շատ հաճելի, բայց միաժամանակ իհարկե չմոռանանք օգտակարության եւ առողջության մասին։ Մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ կրկին գեղեցկության արվեստն է։ Այսօր կխոսենք քիմիական պիլինգների մասին։ Քիմիական պիլինգը մաշկի խնամքի միջամտություն է, որը ապահովում է մաշկի շերտազատումը։ Պիլինգի նպատակն է շտկել այնպիսի մաշկային խնդիրներ, ինչպիսիք են բորբոքումը, պիգմենտացիան, մանր կնճիռները։ Գոյություն ունեն տարբեր քիմիական պիլինգներ, տարբեր ազդող նյութերով, որոնց ընտրությունը կախված է մաշկի տեսակից եւ առանձնահատկություններից։ Ըստ ներթափանցման խորության տարբերում են պիլինգների 3 տեսակներ՝ մակերեսային, միջին, խորը։ Պիլինգի խորության ազդեցությունը ապահովում է ոչ միայն պիլինգի տեսակը, այլ նաև լուծույթի մեջ նրա կոնցենտրացիան, ազդեցության ժամանակը։ Մակերեսային պիլինգը ցուցված է ցանկացած տեսակի մաշկի համար, այն ապահովում է մաշկի երիտասարդացում, ոչ խոր կնճիռների շտկում, մաշկի երանգի եւ ռելիեֆի վերականգնում։ Միջին ծանրության պիլինգը նախատեսված է մաշկի խորը մաքրման համար, փոքր սպիների շտկման, ներառյալ հետակնե սպիները։ Խորը պիլինգները ցուցված են հետևյալ դեպքերում. մաշկի խորը պիգմենտացիայի շտկման համար, մաշկի խորը կնճիռների վերացման համար, ինչպես նաև հիպերկերատոզի ծանր դեպքերի բուժման համար։ Եթե չկա արտահայտված խնդիր, մակերեսային պիլինգները կարելի է կատարել շաբաթական 2 անգամ, իսկ ավելի խորը պիլինգները կարելի է կատարել ամիսը 1 անգամ կամ 3 ամիսը 1 անգամ կախված ազդող նյութից։ Խնամեք ձեր մաշկը եւ եղեք գեղեցիկ։ Դե ինչ հարգելի հեռուստատիտողներ, ավարտում ենք եւս մեկ հաղորդում, հիշեցնեմ, որ մեր գլխավոր թեման նվիրված էր ատամնաշարին, ճիշտ կծվածքին, անգամ մեր այս ընկերը պարզվեց, որ ունի խնդիրներ ունեն գրեթե բոլորը, որովհետեւ այո, հենց այս կծվածքի խնդիրներն են, որ կարող են բերել, հիշեցնեմ, շնչառության, աղեստամոքսային համակարգի, ծամիչ համակարգի եւ բազմաթիվ այլ համակարգերի խնդիրներ, որոնք կարելի է շտկել անկախ ձեր տարիքից։ Մենք աշխատում ենք միայն մի նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Մի կծի այդ տղա։ Մնացեք մեզ։